Այսօրվա թեման, որ սրտումս դրվել է խոսելու, դեռ մոտ 2 ամիս առաջ է սրտումս դրվել եւ ճանապարհորդություններ պարզապես եղան եւ չկարողացա փոխանցել, բայց մտածում եմ եւ այս թեմայից ծնվել են այլ թեմաներ, որոնք բաժնեկցել եմ Միացյալ Նահանգներում, բայց ամենաշատը որ կուզենայի կիսվել, այսպես տնական, տնավարի կիսվել հենց մեր եկեղեցում, այն եկեղեցում, որտեղ իմ տունն է, իմ ընտանիքն է, այն եկեղեցին է, որը ես եմ, դու ես եւ վերնատունն է, Փառք Տիրոջը։ Եվ այս խոսքը առաջինը ուղղված է մեզ եւ իհարկե նաեւ բոլոր հոգեվորներին, ովքեր որ սիրում են Աստծուն։ Առաջին Կորինթացիս 4-րդ գլխի 8-ից 10 համարներն եմ ուզում կարդալ որպես բացասական օրինակ, հետո կանդրադառնանք արդեն Աստծո խոսքին, այն թեմային, որ ուզում եմ փոխանցել։ Առաջին Կորինթացիս 4:8-ից 10-ը։ Պողոս Առաքյալը խոսում է Կորինթացիս եկեղեցուն, այն եկեղեցուն, որը պարգևների առատություն ուներ, այն եկեղեցուն, որը կայացած եկեղեցի էր, այն եկեղեցուն, որտեղ առաքյալները եղել էին, որտեղ գործել էին շատ առաքյալներ եւ շատ առաջնորդներ, այն եկեղեցին, որը փորձառություն ուներ։ Եվ Պողոս Առաքյալը խոսում է նրանց ասելով. արդեն կշտացել եք, արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Յանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորենք, որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ առաքյալներիս հետիններ դասին կարգեց, մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Պողոս Առաքյալը ուզում է ասել, որ եթե ձեզ նայեմ այդպես, որ դուք կարծես թե թագավորում եք արդեն, կշտացել եք արդեն, ձեր տեսանկյունից, երբ որ նայում եմ մեզ, բան չի մեր վիճակը սենց խեղճ ու կրակ։ Բախի ենք մենք մահապարտների նման, ամեն ուրեք, ուր որ գնում ենք, մահի եւ այս դժվարությունների վտանգը կա։ Եթե դուք թագավորում եք, այդպես բոլոր արդեն եկեղեցին թագավորում է, այդքան արդեն կշտացել եք, բա ուրեմն չի ենք մենք սենց խեղճ ու կրակ։ Ինչի՞ է մեր վիճակը այսքան վատ, եթե այդքան լավ է իրավիճակը։ Մահապարտների մեզ, քանի որ տեսարան դարձանք, ծաղրանքի կամ վատ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք իմաստուն Քրիստոսով։ Մենք տկար, իսկ դուք զորավոր, դուք փառավորված, իսկ մենք անարգված։ Իրոնիա կա մի փոքր սրա մեջ, ուզում եմ սրանով ցույց տա երկու կարգավիճակ Պողոս Առաքյալը այն եկեղեցուն, որ ինքն է հիմնադրել եւ ինքը հայրաբար իրավունք ուներ այսպես գրելու եւ ասելու դուք կշտացել եք արդեն, թագավորում եք, ամեն բան լավ է, բայց եթե լավ է այդքան, ինչու է այսքան վատ մեր մոտ։ Ինքը դա նկատի ուներ։ Եթե արդեն հասել ենք, բա ինչու մենք չենք հասել։ Եթե արդեն կշտացած եք, բա ինչու ենք մենք դեռ սոված։ Եթե արդեն թագավորում եք, բա ինչու ենք մենք շարունակում դեռ մարդկանց փրկության համար չարչարվել եւ տանջվել։ Դուք փառավորված եք, մենք անարգված ենք, մենք տկար ենք, դուք զորավոր եք։ Կորինթացիս եկեղեցին իրեն կարծում էր, որ ինքը հասել է, կարծում էր, որ կշտացել է, կարծում էր, որ թագավորում է, կարծում էր, որ զորավոր է, ամեն բան լավ է։ Եվ Պողոս Առաքյալը նրանց մի դաս տվեց ցույց տալով. ոչ, սիրելի կորինթացիներ, ձեր խնդրեմը կայանում է հենց այս համարների մեջ, ձեր խնդրեմը կայանում է նրան, որ դուք կարծում եք եւ համարում եք, որ դուք հասել եք, զորավոր եք եւ կշտացել եք։ Այդ ձեր խնդրեմը հենց կայանում է սրանում։ Եվ ուզում եմ այսօր սիրելիներ խոսել այս խնդրեմի եւ այս խնդրի մասին եւ չգիտեմ Վերնադիր, եթե կուզեք գրեք կշտացածները կարող ենք դնել կամ սոված Քրիստոսի ներկայության համար կամ ծառավ Աստծո ներկայության համար։ Այսպիսի թեմայով ուզում եմ խոսել եւ անմիջապես ուզում եմ կարդալ Սաղմոս 63:1-2-ը։ Ով Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից հոգիս ծարավի է քեզ։ Մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ։ Ով Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից։ Հոգիս ծարավ է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այն ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Ծարավի նման մի երգ ունենք, երեք մեր Հովիկ աղբորն եմ ասում, որ կուզենայի այս երգը երգենք, բայց չուզեցի անհանգստություն պատճառել Տիգրան աղբորս, ծարաված եմ խնդրում։ Չէ, այդպիսի մի երգ ունենք մենք։ Ժամանակներ առաջ շատ լսում ես Արսեն եղբայրն, Արսեն Ավանեսյանն էր երգում, վերջերս էլ Էմանուել եկեղեցու կամ միաբանություն եկեղեցիներու աղոթքաժողովներ են կազմակերպում հովվական, այնտեղ լսեցի ամիսներ առաջ Պարուր եղբայրն էր երգում Սևանից, շատ այսպես մի անգամից նկարեցի, ուղարկեցի Հովիկ աղբոր, ասի Հովիկ աղբոր ջան, այս երգը
Հին երգա, բայց լավ երգա, եկեք երգենք։ Ոնց է Տիկ ջան, հիշացնես։ Չորացած։ Ահա, հետո։ Դա է, հա։ Զորությունը։ Ամեն։ Լավ, մեկ օր կերգենք։ Շնորհակալ եմ շատ։ Ծարաված, չորացած անապատի պես ծարաված, քեզ եմ խնդրում, քեզ եմ փափագում։ Երբեմն մարդիկ ասում են, որ այ մարդ դե մենք զորավոր ենք, մենք օրհնված ենք, մենք պետք է այսպես բարձր դիրքերից, չգիտեմ, լավ, բայց ես ուզում եմ Աստծո առաջ միշտ աղքատ լինեմ։ Ես ուզում եմ Աստծո առաջ միշտ ծարավ լինեմ։ Աստծո ներկայության միշտ սոված լինեմ, միշտ դատարկ լինեմ, որովհետև ես միշտ, երբ որ Աստծո ներկայության մեջ եմ, այդ օվկիանոսի առջև կանգնած եմ, օվկիանոսն էլ է սահմանափակում իմ Աստծուն։ Երբ որ ես կանգնած եմ նրա առաջ, այնքան մեծ, այնքան անսահման, այնքան հզոր, ես ուզում եմ ինձ տեսնել դատարկ։ Ես ուզում եմ ինձ տեսնել աղքատ, ոչ թե ունևոր, որ չլինի թե ես ունևոր լինեմ, չկարողանամ նորը վերցնել Աստծուց։ Չլինի թե որ ես լցված լինեմ կամ կիսով չափ լցված լինեմ եւ չկարողանամ ավելին լցվել Աստծմով։ Ես ուզում եմ նրա լինեմ, ես ուզում եմ ծարավ լինել ներկայության մեջ եւ արդարության եւ բոլոր գործերի համար որ կա եւ ուզում եմ փափագով, նախանձախնդիր, ես ուզում եմ մեկը իր ներկայության մեջ եւ իր արժեվ մեկը եւ խոսքը իր արժեվ, իր ներկայության մեջ, իր գործի համար, խոսքը վերաբերում է այն բաների, որ Աստված է եւ Աստված է, վերաբերում է, որ ես ծարավ լինեմ, սոված, փափագող լինեմ նրա ներկայության համար եւ նրա առաջ։ Չլինի թե ես կշտացած կանգնեմ, չլինի թե ես հարստացած, չլինի թե ես թակավորած արդեն, ամեն բան ունեմ, զորություն ունեմ, պարգև ունեմ, ես ամեն բան ունեմ, հասել եմ արդեն, չէ։ Տեր, ես ուզում եմ, որ քո ներկայության մեջ, այո, զորությունն էլ կա, այո, օրհնությունն էլ կա, այո, ֆինանսով էլ օրհնել ես, այո, պարգևների շատությունն էլ կա, բայց երբ որ ես, Տեր, քո ներկայության առաջ եմ, ես ուզում եմ ինձ տեսնել դատարկ կրկին, որպեսզի քեզանից լցվեմ։ Պողոս Առաքյալը իր մասին օրինակ էր բերում, նա գիտեք, Պողոս Առաքյալը հզոր մարդ էր, մահացած մարդիկ հարություն են առնում նրա ծառայության միջոցով, մարդիկ բանտի դռները բացվում էին նրա փառաբանության այնտեղ, որտեղ որ ինքն էր, թաշկինակները նրան կպցնելով տանում եւ դնում են հիվանդների վրա եւ հիվանդները բժշկվում էին։ Մարդիկ նրա դեմ են խոսում եւ մարդիկ պապանձվում են եւ չեն կարողանում չարությամբ նրանք առաջ տանել իրենց ճշմարտությունը, որտեղ Աստծո մարդու դեմ էին խոսում։ Նա հզոր մարդ էր, Աստված կանգնած էր նրա կողքին, պաշտպանելով նրան, Աստված կանգնած էր նրա կողքին, զորություն դրսևորվելու նրա խոսքի միջոցով եւ նրա գործունեության միջոցով, Աստված հիմնեց տասնյակ եկեղեցիներ, Աստված փառավորվեց նրա միջոցով եւ հանկարծ նա ասում է, բայց եթե դուք այդքան զորավոր եք, մենք խենք այսքան տկար։ Մենք տեսարան դարձանք, նա կարծես ցույց էր տալիս, ով սիրելի կորինթացիներ, մի համարեք ձեզ, որ հասել եք։ Երբ որ կհամարեք ձեզ, որ արդեն հասել եք, մենք դեռ չենք հասել։ Ասում եմ, ես դեռ չեմ հասել Պողոս Առաքյալը, այլ ետևի եղածը մոռացել եմ եւ ձգտում եմ առաջիններին գնալ առաջ։ Մենք դեռ կշտացած չենք։ Վայ մեզ, եթե մենք կշտացած լինենք։ Սա ես եմ ասում։ Վայ մեզ, եթե մենք արդեն հարստացած, այսպես թակավորած լինենք։ Վայ մեզ։ Սիրելի կորինթացի եկեղեցի, կարիք ունեք սոված լինելու, աղքատ լինելու, հոգով աղքատ լինելու Աստծո առաջ։ Ով բոլորը ծարավացներ, եկեք ջրերի մոտ։ Եվ դուք որ փող չունեք, եկեք, գնեք ու կերեք, եկեք գնեք գինի եւ կաթ, առանց փողի, առանց գնի, ինչու եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ։ Ինչու եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Կարծես ցույց է տալիս Եսայի մարգարեն, որ ձեր ջանքը, ձեր եռանդը, ձեր վաստակը, ձեր կարողությունները ծախսում եք, վատում եք, ինչ որ բաներ ուզում եք, բայց միևնույն չեք ունենա։ Եկեք Աստծո մոտ, ծարավ եք, եթե իսկապես ծարավ ես, Աստծո մոտ կարա քո ծարավը հագենա, ինչպես Հիսուս ասեց Սամարացի կնոջը։ Ուրիշ բաներով մի լցրի քո ծարավը, ուրիշ բաներով մի լցրու քո սովը, ուրիշ բաներով մի լցրու քո փափագը, Աստծո մեջ է եւ այն ձրի է, անվճար է, պարզապես փափագ ունեցիր։ Պարզապես արի Աստծո մոտ, լցրու քո փափագը եւ կշտացի։ Ինչու եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությամբ լսեք ինձ եւ բարիք ճաշակեցեք ու ձեր անձը զվարճացրեք պարարտ ուտելիքներով։ Զվարճացրեք ձեր անձը պարարտ ուտելիքներով։ Աստծո ներկայության մեջ, Քրիստոսի ներկայության մեջ պարարտ ուտելիքներ կա, կարող ենք ամեն ասել։ Մեկ համար էլ կարդամ Հովաննու ավետարան 7:37։ Եվ տոնի վերջում մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր, ասելով. եթե մեկը ծարավ է,
Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Եթե ծարավ չեմ, ես նրա մոտ չեմ գնա։ Եթե սոված չեմ, ես նրա մոտ չեմ գնա։ Եթե հոգով աղքատ չեմ, ես նրա մոտ չեմ գնա։ Եթե հասել եմ, եթե թակավորում եմ, եթե գիտեմ, եթե ամեն բան ունեմ, ես նրա մոտ չեմ գնա, սիրելիներ։ Եվ իմ հիմնական պատգամը այսօր սա է, սիրելի վերնատուն եկեղեցի։ Աստծո քաղցր, օրհնյալ դուստրեր, որդիներ, թանկագին քույրեր, եղբայրներ։ Մենք կարիք ունենք Աստծո ներկայության համար եւ Աստծո ներկայության եւ Աստծո արժեքների համար իսկապես սոված լինել, ծարավ լինել, փափագող լինել։ Մեզ համար չպետք է միևնույն լինի Աստծո ներկայությունը։ Մեզ համար չպետք է սովորական լինի աղոթքը։ Մեզ համար սովորական չպետք է լինի Աստվածաշունչ կարդալը։ Մեզ համար սովորական չպետք է լինի Աստծուն ծառայելը։ Այն շատ մեծ գին է արժեցել Քրիստոսի համար։ Քրիստոսը ծնեց եկեղեցին իր սուրբ այրունով, ծնեց իր եկեղեցին մարմնապես ծնվելով այս աշխարհի մեջ, ծնեց իր եկեղեցին անարգվելով, չարչարվելով, խաչը բարձրանալով, ծնեց իր եկեղեցին չարի սատանայի կողմից ծաղրվելով, ծնեց իր եկեղեցին ընդդիմացիան եւ ամբողջ աշխարհի դեմ կանգնելով, բայց նա ծնեց իր եկեղեցին։ Եվ իր եկեղեցին հզոր է եւ չի կարող դժոխքի դռները, բայց այն եկեղեցին, որ արդեն կշտացած է, այն եկեղեցին, որ արդեն հարստացած է, այն եկեղեցին, որ արդեն հասել է, այդ եկեղեցին կանգնած է կործանման եզրին։ Այդ եկեղեցին շատ շուտով կկորցնի այն, ինչ որ աստվածային է, եւ կպահի ձևը, եւ կձևավորվի կրոնական եկեղեցի, միայն կրոնական եկեղեցի։ Մենք էլ ենք կրոնական եկեղեցի, բայց մեր մեջ կյանք կա։ Կամ առհասարակ բոլոր եկեղեցիների մեջ, որտեղ որ կա իսկապես կյանքը Քրիստոսի, կրոնական կամ կրոնավորությունը կամ կրոնական ենք, բայց կրոնավոր չենք, որտեղ կա կյանքը։ Եվ երբ որ մենք շարունակում ենք մնալ քրիստոնյա, շարունակում ենք մնալ քրիստոնեական կազմակերպություն կամ քրիստոնեական եկեղեցի, ինչպես կուզեք անվանել, կամ քրիստոնեական խումբ, խմբակ եւ այլն, բայց չկա կյանքը, մենք շարունակում ենք մնալ որպես քրիստոնեական միավոր, բայց չենք այլևս քրիստոնյաներ չենք, այլևս հոգևորներ չենք, որտեղ առատ է ամեն բան, մենք չենք ձգտում, մեր որական է դարձել, մենք դարձել ենք կրոնական միավոր պարզապես, եթե այդպիսին ենք։ Մենք պետք է շարունակենք փափագով գալ Տիրոջ մոտ, Տիրոջ ներկայության մեջ։ Եվ ես չեմ խոսում ձևի մասին, չեմ խոսում կներեք իմիտացիայի մասին, չեմ խոսում շոուների մասին, չեմ խոսում մարդկային վախերի մասին, երբ որ մարդկանց վախեցնելով կամ ես խոսում եմ իրական, որտեղ ամեն բանն էլ կփչանա, ունայն է։ Եկեղեցիներ կամ հովներ կարող են ձգտել ամեն ձևով, որպեսզի եկեղեցու ժողովրդի եւ եկեղեցական ընթացքը զբաղված պահել, անընդհատ զբաղված այսպես լիքը միջոցառումներ, չգիտեմ, այսպիսի բաներ, այնպիսի բաներ, որ կարծես թե ամեն բան լավ է։ Լավ, մի օր, երկու օր, 1 տարի, 2 տարի, 3 տարի, միևնույնն է, դա էլ կավարտվի։ Լավ, կրոնի մեջ, վախի մեջ կարողանանք պահել ժողովրդին, դա էլ կհայտնվի եւ դա էլ կավարտվի։ Լավ, դու կրոնական, որ մարդ ես եւ սովորությունն ես ամեն կիրակի գալ հավաքույթի կամ չգիտեմ, սովորությունն ես երբեմն սուրբ գիրք կարդալու, դա էլ կավարտվի եւ դա էլ կյանք չի ունենա։ Երբ ես վերջին անգամ sense տեղին սոված եղել, ոչ թե հոգևոր, այլ ֆիզիկական, sense սոված էլի, որ իսկապես սոված ես։ Ու sense ու հանկարծ մի հատ sense հավեսով հաց եմ պատրաստել տունը կամ էլ միտեղ գնացել ես հաց ուտելու։ Հիմա էլ կարող է սոված մարդիկ լինեն, հազար ներողություն։ Ասենք ինչ ես սիրում։ Օրինակ ես, որ Ամերիկայի մեջ շատ լավ էին մեզ կերակրում, նայում, Տերը օրհնի բոլորին, բայց չգիտեմ ինչու այս անգամ խոզի մսին կարոտել էի։ Խոզի մսի չալաղաջին կարոտել է Էդիկ ախպեր ջան։ Ամա դե ձեր հովը մի քիչ բան է, էլի, սենց մարմնավոր բաներ շատ է։ Որ եկամ, 2 օր հետո գնացի, ասեմ ուր գնացի, հա։ Եվ որտեղի։ Հա, Ամերիկայից եկել էի արդեն։ Ամերիկայից եկել էի արդեն։ Եվ մեր մոտ մի խոսքով, որովհետև գնացինք եւ հավեսով կերա, փառք Աստծուն, լավ։ Հիշեցի էլի
Մի բան, որ դու իսկապես սիրում ես եւ սոված ես, օրգանիզմը ուզում է, փափագում ես այսպես, եթե կարելի այդպես փափագը դրան անվանել, սոված ես։ Այդպես է նաեւ հոգեվոր կյանքը, բայց ցավում եմ, որ շատ անգամ կարող է այդպես չլինի սիրներ։ Սիրելի եկեղեցի, անապատի պես չորացած մենք պետք է փափագենք նրան։ Այնպես չի, որ մենք չունենք առատություն, այնպես չի, որ մենք կանաչապատում չունենք մեր կյանքում, այնպես չի, որ պարգևներ ու զորություններ չունի, այնպես չի, որ Աստծո ներկայությունը չկա, չէ, կա, բայց միշտ այս փափագը պետք է ուղղված լինի Աստծուն։ Նրա ներկայության համար։ Տեր, ես քո ներկայության փափագ ունեմ։ Ես չեմ ուզում քո ներկայության համար կշտացած լինել, Տեր։ Ես չեմ ուզում քո ներկայության համար հասած լինել, Տեր։ Ես չեմ ուզում քո խոսքի, աղոթքի կյանքի, եկեղեցու, Տեր, ես չեմ ուզում կշտացած լինել, ես ուզում չոր անապատի պես լինել։ Այո, մարդիկ կարող են ասել, որ դու գնահատի, դու ունես եւ այլն, ես գիտեմ։ Ես գիտեմ, որ ունեմ։ Ես գիտեմ, որ հասակ ունեմ։ Ես գիտեմ, որ գիտություն ունեմ։ Ես գիտեմ, որ օրհնություն ունեմ, բայց միևնույն ժամանակ գիտեմ, նա ավելի շատ ունի։ Եվ ես ուզում եմ նրա առաջ դատարկ լինել, որ ավելին վերցնել։ Դրանք ավելի ցանկալի են, Աստծո խոսքը ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծականակ զտված ոսկին։ Երեն թե Սուրբ Հոգին մի փոքր բացեր այս խոսքերը մեզ, ինձ, քեզ, ասես խորապես հասկանանք ինչ նկատի ունի Աստված։ Դրանք ավելի քո խոսքը ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծականակ զտված ոսկին։ Զտված ոսկի պրոբը ինչքան է, որ ամեն այդ 99 միշտ մեծ մի տոկոսը 0.1% թողնում են, չէ՞։ 99.9 999, հա, լավ։ Գոքոր ախպեր էստեղ չի, այնպես որ նեղացող մարդ չի լինի, որ ճիշտ չասենք էլի։ Վարդույքուր էստեղ ես, հա, ճիշտ ասեցինք, չէ՞, ուրա վարդույք։ 3-9, всё, հեշտ, ապրես թե չէ դժվարացնում են։ Երեք իզի մի համարով զանգեցին, ասում ես, ով է մարդ 5-9-ներ ընդե։ Հետո հայտնաբերեցինք մեր ախպերներից են։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծականակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը եւ մեղրախորիսխը։ Եթե մարդկա մեղրը չի սիրում, ոսկին հաստատ կսիրես, ուրեմն երկու տարբերակով, հա, երկուսին էլ Աստծո խոսքը ասում է, եթե մարդկա ոսկին չի սիրում, մեղրը կսիրի, իսկ եթե մարդկա երկուսն էլ սիրում է, առավել եւս։ Դրանցից ավելի լավն է, ավելի արժեքավոր է եւ ավելի քաղցր է Աստծո խոսքը, բայց այստեղ կարևորությունը ոչ թե նա է, որ Աստծո խոսքը այսքան լավն ու արժեքավոր է, կարևորությունը առաջին խոսքերի մեջ է։ Դրանք ավելի ցանկալի են։ Այստեղ է կարևորությունը, գաղտնիքը, ցանկալի են, քան ոսկին, քան մեղրը։ Այսա մասին եմ այսօր սիրելիներ փափագում, որ ինչ որ կերպով հասկանանք Տիրոջ խոսքը, Տիրոջ ներկայությունը մեզ համար փափագալի եւ ցանկալի լինի։ Տիրոջ խոսքը ցույց տալիս եք այստեղ, հա? Չէ։ Չեմ տվել իրենց նախապես։ Տիրոջ խոսքը մեզ համար ցանկալի լինի։ Այնքան, որքան որ այս երկու արժեքներն են, թե օրգանիզմի համար, թե առհասարակ արժեքի համար։ Ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, այնպես էլ իմ անձը քեզ է փափագում, ով Աստված։ Իմ անձը ծառավ է Աստծո կենթանի Աստծուն, կենթանի Աստծուն, երբ պիտի գամ եւ երևամ նրա առջև։ Ով Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում, Դավիթն է անապատի մեջ, քեզ եմ փնտրում առավոտից, հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում, այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ, իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ Սաղմոս 143:6, 63:1, Սաղմոս 42:1-2 կարդացի։ Ծարավ եմ, ցանկանում եմ, փափագում եմ քեզ։ Ինչպես ոսկին եմ փափագում, կամ ինչպես որ ցանկալի է ոսկին, ինչպես որ ցանկալի է մեղրը, այդպես չորացած անապատի պես քեզ եմ փափագում եւ քեզ եմ ցանկանում։ Սիրելի քույր եղբայրներ, եթե Աստծո ներկայությունը եւ Աստծո արժեքները մեզ համար այսպիսի ցանկալի չլինեն, մենք ինչ որ բաներ ուրեմն ճիշտ չենք անում։
Իմ հորդորը եւ իմ փափագը եւ իմ խնդրանքը եւ հորդորը եւ պատգամը սա է, որ մեր եկեղեցին եւ մենք բոլորս եւ ովքեր որ մեզ այս պահին լսում են, ովքեր կլսեն այս պատգամը, մեր արժեքները կարողանանք մի հատ վերանայել, եւ եթե կարիք կա վերադասավորելու, վերադասավորենք։ Ինչին եմ ես ուղղել իմ փափագը, ինչին եմ ես ուղղել իմ մեծ ցանկությունները, ինչին եմ ես ուղղել իմ կյանքի իմաստը, եւ արդյոք Աստծո ներկայությունը եւ Աստծուն փնտրելը եւ Աստծո ներկայության մեջ գտնվելը, Աստծո խոսքը, Աստծուն հանդիպելը, աստվածային բաները այսքան ցանկալի եւ փափագելի են ինձ համար։ Որովհետեւ յուրաքանչյուր բան, ինչը որ արժեքավոր է, ի վերջով դառնում է սովորական մեկ օր։ Ինչ որ մի բան, ինչ որ բան որ արժեքավոր է, ինչ որ մեկ օր դառնում է ի վերջո սովորական այն։ Չլինի թե Աստված եւ Աստծո խոսքը եւ աստվածային ճշմարտությունները մեզ համար սովորական դառնան, եւ որովհետեւ երբ որ այն սովորական դարձավ, այն մեկ օր միապաղաղ է դառնալու մեզ համար։ Այն մեկ օր մակերեսոնեն դառնալու մեզ համար։ Այն մեկ օր սովորական եւ հասարակ է դառնալու մեզ համար, թե այն խախտելու իմաստով, թե այն չգնահատելու իմաստով, թե նրան չհետևելու իմաստով։ Այն մեզ համար սովորական է լինելու։ Եվ կորինթացիները հասել էին այդ վիճակին, եւ Պողոս առաքյալը նրանց սովորեցնում էր. երանի թե թագավորած լինեիք, երանի թե կշտացած լինեիք, բայց չէ, դուք ոչ միայն սոված եք, այլ նաեւ չեք հասկանում, որ սոված եք։ Դուք ոչ միայն չեք թագավորում, այլ նաեւ չեք հասկանում, որ չեք թագավորում։ Դուք նաեւ կույր եք եւ չեք տեսնում, կորինթացիներ, այսուր եք հասել։ Այսուր եք հասել։ Դե գիտես ինչի է երբեմն նման, երբ որ մեկը նստած է, չգիտեմ, ինչ որ sense փիլիսոփայում է եւ փորձում է այսպես ցույց տալ, որ կյանք ունեցող քրիստոնյաները, ասենք, աղանդ են, կամ էլ ինչ որ բան ծուռ է իրանց մեջ, կամ ճիշտ չի, կամ իրանք շեղված են։ Լուրջ ես ասում։ Դու որ անունով ես քրիստոնյա, պարզապես, դու իսկապես Աստծուն ունես քո կյանքի մեջ։ Շատ անգամներ հարցնում են, ասում են, ինչն է տարբերությունը սովորական, չգիտեմ, նոմինալ քրիստոնյայի եւ ձեր միջև կամ չգիտեմ ինչու եք դուք այդքան շատ գնում, մենք էլ ենք քրիստոնյա, բայց մենք այդքան սա է տարբերությունը, որ մենք փափագ ունենք մեր Աստծո նկատմամբ, որ մենք ծարավ ունենք մեր Աստծո նկատմամբ, մենք անապատին նման ենք, որ ջրելու կարիք ունենք, որ աստվածային երկնային ջրերը մեզ ջրեն, հագեցնեն մեզ։ Մենք սոված եւ ծարավ մարդիկ ենք, որ միայն կշտանում է մեր հոգու սովը Աստծո ներկայության մեջ։ Այս սա է մեր տարբերությունը։ Մենք խենթեր եւ խելառներ ու գժեր չենք, մենք հավասարակշռված եւ մենք ունենք աստվածային մեծ գիտությունը, որ մենք գիտենք, մեր հոգին կարիք ունի նրան եւ եղջերուն ինչպես որ ջրի վտակներին է փափագում, ոչ միայն պարզապես ջրի, այլ վտակներին, մաքուր ջրին, զտված ջրին, մաքրված ջրին, սառնորակ ջրին, այդպես էլ մենք ենք, մենք հասկացել ենք, որ մեր հոգին իր կարիք ունի։ Մենք հասկացել ենք, որ մեր կյանքը կարանք մենակ ճիշտ ու լիարժեք ապրենք իր հետ միասին, ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Ինչու եք ուղակի վատնում ձեր ունեցվածքը, կերակրելու ձեր սովը, ես ամառքերն ասում եմ։ Ինչու եք դուք փչացնում այն ինչ որ եկեք եւ ձրի առեք։ Ուրիշ բան պետք չի։ Ուրիշ ինչ որ ծեսեր, սովորություններ, չգիտեմ, բարեգործություններ, հազար ու մի բաներ պետք չի։ Ձրի է, եկեք, ջուրը կենթանի վերցրեք, խմեք, կշտացեք Աստծո ներկայության մեջ։ Ամերիկայում հիմնականում այս երկու եկեղեցիներում խոսեցի այս խոսքը եւ 5 օրը մեզ էլ փոխանցեցի Մարիամի եւ Մարթայի օրինակը։ Մարթան ծառայում է եւ լավ բաներ էր անում, լավ է։ Գրաբավենկո եղբայրն էլ ասեց, որ չերևացող մարդկանց կարիք ունեն գնահատելու, իհարկե գնահատում ենք։ Բայց կա լավագույնը այդ պահին, որ Մարիամը նստած էր Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ եւ լսում էր, եւ դա լավագույն բաժինն էր։ Լավագույն բաժինն էր Տիրոջ ներկայության մեջ։ Նա կարիք ուներ Աստծուն։ Սիրներ, շատ այլ բաներ մենք կարող ենք արժևորել, շատ այլ բաներ կարող ենք գնահատել, բայց սա է փափագը, ծառավը, սովը, աղքատ կարգավիճակը, հոգևոր, այս ամեն ինչ որ ասում եմ հոգևոր, Աստծո ներկայության համար, որ Տեր այցելիր ինձ։ Տիգրան ախպերս երբ է վերջացնելու ես բանը, փառաբանություն, Տիկ ջան կներես։ Կվերջացնի, մի քանի րոպեից կվերջացնի, բայց հնարավորությունը նրան փառաբանելու էլի կվերջանա, այդ հնարավորությունը կվերջանա։ Հավաքույթներ ենք վերջացնելու։ 2 ժամ, մի քիչ էլ կարող ավել լինի կամ պակաս լինի, չգիտեմ, սովորաբար ավել է լինում, բայց կարող պակաս է լինի։ Վերջացնելու ենք, հավաքույթներ ենք վերջացնելու, բայց վերջացավ։ Այդ հնարավորությունն է վերջացավ։
Տիրոջ եկեղեցին, Տիրոջ սուրբ եկեղեցին, Տիրոջ թանկ եկեղեցին, որ Քրիստոսի այրան գինը դեռ շարունակում մնալ։ Այն ինչը որ սիրելիներ դեռ վճարված է եւ գիտեք բաներ կան, որ մենք առնում ենք եւ ֆինանսական վալյուտան փոխվելով, կներեք այսպես ասեմ, ինքը փոխվելով արժեքն է փոխվում։ Եվ տարիներ առաջ որ մենք նայում ենք օրինակի համար $1000 20 տարի 30 տարի առաջ որքան արժեք ունի եւ հիմա որքան արժեք ունի, շատ տարբերությունը շատ մեծ է։ Քրիստոսի մոտ այդպես չէ։ Նրա սուրբ այրունը միշտ ամենաարժեքավորն է։ Եվ եկեղեցին շարունակում է մնալ Քրիստոսի այրան գինը։ Եկեղեցին շարունակում է մնալ Քրիստոսի զոհաբերությամբ ծնված եկեղեցին։ Մարմինը, միավորը։ Եկեղեցին այդքան թանկ է Քրիստոսի համար։ Եկեղեցին Քրիստոսի հարցն է, եկեղեցին Քրիստոսի բնակավայրն է, եկեղեցին Քրիստոսի տաճարն է, նրա ձեռքերն ու ոտքերն է երկրի վրա։ Ես ասում եմ փափագում եի։ Եկեք մի քանի համարներ կարդանք Սաղմոսներից եւ ես փափագում եի, ուրախացա, երբ ինձ ասացին Տիրոջ տունը գնանք։ Ես ուրախացա, երբ ինձ ասացին Տիրոջ տունը գնանք։ Իսկ մենք շատ դեպքերում առավոտյան կարող է վեր կենանք եւ ասենք, ահա Երանից այսօր Կիրակի չներ, համար հազիվ այսօր տունն եմ չեմ կարող, այսօր մի քիչ երկար քնեմ։ Ես ուրախացա, երբ ինձ ասեցին Տիրոջ տունը գնանք։ Ինչքան սիրելի են քո բնակարանները, ով զորությունների Տեր։ Իմ անձը ցանկանում է, փափագում է Տիրոջ սրահները։ Իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենթանի Աստծուն։ Որովհետև լավ է, մեկ օր քո սրահների մեջ քան հազարավոր օրեր ուրիշ տեղ։ Նախընտրեցի կանգնել իմ Աստծո տան շեմին, քան թե բնակվել ամբարիշների վրաններում։ Փափագելի են ինձ համար քո բնակարանները, Տեր։ Ցանկալի են, ուրախալի են, Տեր, ինձ համար քո բնակարանները։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե եկեղեցի գալը Աստծո ներկայության մեջ գալը։ Ես գիտեմ հաստատ, որ Աստված ներկա է եկեղեցու մեջ, հավաքույթին, Կիրակի օրը, որ ես գալու եմ, Տեր այնտեղ ներկա է, կարող ենք ամեն ասել այս խոսքին։ Ու ես գիտեմ, որ ես գալու եմ հանդիպելու Աստծուն, ինձ համար պետք է ցանկալի եւ ուրախալի լինի։ Զաքեոսը նա լսել էր Հիսուս Քրիստոսի մասին, նա մաքսապետ էր, նա իսկապես հարուստ մեկն էր, նա հարգված կամ չհարգված, բայց ամեն դեպքում դիրք ունեցող մարդ էր։ Նա չնայեց ինչ է իրեն խանգարում, ինչ մարդիկ ինչ կմտածեն, նա ուզում էր Հիսուսին տեսնել, հանդիպել։ Նրա ցանկությունը եւ փափագը սա էր Հիսուս Քրիստոսին հանդիպելու։ Եվ նա բարձրացավ ժանտաթզենու վրա, որտեղ հասակը կարճ է, նա ճարպիկ էր եւ ինքը սկսեց իր միտքը աշխատացնել, իր պատկերացում աշխատել, նա գտավ կերպն ու ձևը Հիսուսի ուշադրությունը գրավելու։ Միգուցե տեղելի մարդիկ կան, ես չգիտեմ, բայց եթե մի քիչ sense երևակայեմ, հաստատ կլինեին մարդիկ, որոնք որ կուզենային Հիսուսին իրենց տուն հրավիրել, հյուրընկալել Հիսուսին։ Կարծում եմ կլինեին այլ հարուստ մարդիկ էլ, պատվավոր մարդիկ էլ, որ կուզենային Հիսուսին իրենց տունը հյուրընկալել։ Բայց Զաքեոսին այդ օրհնությունը հասավ։ Զաքեոսը կարողացավ Հիսուսի ուշադրությունը գրավել եւ Հիսուսը ասեց այսօր ես քո տանն եմ լինելու։ Այսօր ես հյուրընկալվելու եմ քո տանը։ Եվ խնջույք կազմակերպվեց։ Իսկ բարապ մարդիկ, իսկ կեղծավոր մարդիկ, իսկ չգիտեմ այլ մարդիկ դատեցին, ասին, ինչու է Հիսուսը մեղավոր մարդկանց հետ ընկերություն անում։ Լավ է անում, որովհետեւ Հիսուսը մեղավորների բարեկամը կոչվեց։ Եվ Հիսուսը ընտրեց մեղավոր մարդկանց հետ հաց ուտել, ընկերություն անել, որտեղ նրանք կարիք ունեին բժշկի, նրանք կարիք ունեին փրկության։ Զաքեոսը գրավեց Հիսուսի ուշադրությունը։ Իր այս մոտեցումով, որտեղ փափագում էր, ցանկալի էր։ Սիրելիներ, մեր համար հասարակ չպետք է լինի Աստծո ներկայության մեջ գալը։ Մեր համար սովորական չպետք է լինի։ Արա ամեն բան, որ Աստծո ներկայությունը քեզ համար փափագելի, ցանկալի լինի։ Օրինակի համար լինում են մարդիկ, որոնք որ սովորական է իրենց համար, կամ այստեղ ներկայության մեջ նստած կարող է, չգիտեմ, իրենց համար սովորական լինի։ Գնահատիր Աստծո ներկայությունը։ Վերցրու Աստծո խոսքը, երեք երիտասարդներին էլ ես ասեցի։ Նայեք, վերցրեք մի հատ ուղղակի սովորական մի կտոր կամ գուբկա, որևէ մի բան, ջուրով թրջեք ամբողջությամբ, որ այսպես թաց լինի ու սկսեք քամել։ Այնքան որքան ուժ ունեք, քամեք, նույնը արեք եկեղեցում գտնված ժամանակ, նույնը արեք հոգևոր իրավիճակում։ Վերցրեք Աստծո ներկայությունը, վերցրեք Աստվածայինը մաքսիմալ կերպով, առավելագույն կերպով Աստվածայինը վերցրեք եւ այն քամեք ձեր կյանքի մեջ։
Աստծո արժեքները, Աստծո օրհնությունները, եկեղեցու մեջ եք, գրեք պատգամները, եկեղեցու մեջ եք, փառաբանեք, պաշտեք Աստծուն, յուրաքանչյուր խոսքը, Տերը խոսք ասեց, գրի առ, Տերը խոսք ասեց, ինչ որ մի բան, մաքսիմալ կերպով վերցրու այն ինչ որ Տիրոջ ներկայության մեջ կատարվում է։ Միևնույնն է դու արդեն այստեղ ես, միևնույնն է դու արդեն ժամ ես տրամադրել, առավելագույնս օգտվիր այն ժամից, որ դու տրամադրել ես արդեն։ Որովհետև Աստված Աստծո ներկայության մեջ կա բժշկություն, Աստծո ներկայության մեջ կա օրհնություն, Աստծո ներկայության մեջ կա պատգամ, Աստծո ներկայության մեջ կա ազատագրում, կասենք ամեն։ Ես չեմ հավատում այն գաղափարին, որ մարդիկ գալիս են հիվանդ եւ գնում են հիվանդ, ասելով որ միգուցե օծություն չկար այսօր, կամ այսօր իմ օրը չէր բժշկության։ Ես հավատում եմ այն կնոջ հավատքին, որ Տենքը 12 տարի տեղատեսությամբ արունահոսություն ուներ եւ իր մտքում որոշել էր։ Ինքն էր որոշել։ Հովիվը չէր որոշել իր տեղը, Պետրոս Արաքյալը չէր որոշել, Հիսուս Քրիստոսը չէր որոշել, ինքն էր որոշել։ Ինքն էր որոշել եւ փափագում էր միայն Հիսուս Քրիստոսի հանդերձին կպնի։ Միայն կպնեմ ու բավարար է դա։ Երանի թե այդպիսի փափագով մենք գանք Տիրոջ տուն։ Երանի թե այդպես փափագով ես ու դու գանք սիրելիներ։ Ու գիտես կարող են գալ։ Ու ես հավատում եմ, որ մենք մեր փափագը, մեր ծարավը, երբ որ մենք ուղենք մեր քաղցը ուղենք դեպի Աստված ավելին ու ավելին, ես հավատում եմ, որ փառաբանության եւ երկրպագության երկու երաժշտության ժամանակ օրհնության, ուրախության աղաղակներ ենք լսելու։ Որտեղ մարդիկ եկան այստեղ ինչ որ ցավերով եւ իրենք փառաբանելու եւ թռչկոտելու են այստեղ, որտեղ իրենց ցավերը անցավ։ Եկան ուռուցքով եւ իրենք շոշափելի կերպով ասելու են, որ ուռուցքով է եկել եւ հիմա չկա, անհետացել է։ Որտեղ փափագով եկա եւ հավատում է եւ գիտե միայն թե Տիրոջ ներկայության մեջ գտնվեմ, ես գիտեմ, որ Տերը գործելու է։ Ինչ որ մեղքի կապվածությամբ եկա, փափագով եկա, այո, ուզում եմ ազատվել այս մեղքից, այս կապանքից։ Ուզում եմ ազատ լինել եւ Աստծո ներկայությունը կազատագրի կարծակի ամեն կապանքները, կբացի ամեն բանտի դռները, որոնք չարը բանտարկել է, որոնք ես ինքս ինձ բանտարկել եմ։ Աստծո ներկայության նկատմամբ, Աստծո տան եկեղեցու նկատմամբ փափագը, սովը, ծարավը, նախանձախնդրությունը, Հիսուս Քրիստոսը ասում է քո տան նախանձը ինձ կերավ։ Դա գիտեք սովորական շենք էր, բայց կոչվում էր Աստծո տուն։ Ինքը տաճար էր կոչվում։ Քո տան նախանձ, ինչ որ բան տեսա, որ ճիշտ չի ծուռը, ինքը չհամակերպվեց դրա հետ։ Որովհետև իմ տունը պետք է աղոթքի տուն կոչվի։ Իմ տունը պետք է Աստծուն կանչելու տուն կոչվի։ Իմ տունը պետք է Աստծուն փնտրող տուն կոչվի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք իսկապես կարիք ունենք, հոգևոր կարիք ունենք, մարմնավոր կարիք ունենք, կանանացի կինը նա կարիք ուներ։ Կանանացի կինը Մատթեոս 15-րդ գլխի մեջ է գրված իր դուստրը հիվանդ էր, նա կարիք ուներ։ Նա Հիսուսին կներեք, որ այսպես եմ ասում, նա կպավ Հիսուսին եւ բաց չթողեց։ Հիսուսը նրան ուշադրություն չէր դարձնում։ Նրան ոչինչ չէր ասում, շարունակում էր կանչել, նրան ուշադրություն չէր դարձնում։ Եվ երբ որ ուշադրություն դարձեց, վիրավորեց Հիսուսը նրան։ Ասեց, որ արժան չէ տղացը որդիներից վերցնել եւ շներին տալ։ Այսինքն ես Իսրայելի համար եմ եկել, ես ձեր համար չեմ եկել, տարազգիներ, ձեր համար չեմ եկել ես։ Շներին, այսինքն հեթանոսների նկատի ուներ, որը նաեւ այս կանանացի կինն էր։ Բայց միևնույն այս կինը կպավ Հիսուսին։ Մինչև վերջ նա բժշկության, իր երեխան բժշկության կարիք ուներ։ Եվ Հիսուսը բժշկեց նրա երեխային, նրա հավատքի, նրա համար հավատքի շնորհիվ։ Տեր ջան, ես քեզ սիրում եմ, կներեք, որ ասես բաներ ասում եմ, էլի մեկ-մեկ։ Ես քեզ սիրում եմ, եւ քեզ եմ վստահել, Տեր ջան։ Կուզես բժշկի, չես ուզի, մի բժշկի, ես քեզ շարունակելու եմ սիրել։ Լավ վիճակ է։ Իսկապես լավ վիճակ է։ Փառք Աստծո, այդքան վստահում ես Աստծուն։ Իսկ սրանք վատ վիճակներ են։ Իսկ այս օրինակները սխալ օրինակներ էին։ Ես հաճախակի եմ ասել։
Կարճենք Աստծուց եւ համար լինենք այնքան հատկապես բժշկության հետ կապված, մինչեւ որ Աստված բժշկի մեզ, կամ Աստված ասի, իմ շնորհքը բավարար է քեզ։ Այսինքն շարունակելու ես ապրել այդ դժվարության հետ միասին։ Եթե Տերը կամենում է այդպես, փառք իրեն։ Բայց Հիսուս Քրիստոսի երկրի վրա ես տեսնում եմ, որ նա շարունակում էր բժշկել հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց։ Միգուցե մեր փափագն է պակաս։ Միգուցե մեր ցանկությունն է պակասել։ Միգուցե մեր քաղցն ու սովն է պակասել, չգիտեմ, բայց Աստծո ներկայության, Տիրոջ տան նկատմամբ, Աստծո ներկայության մեջ գտնվելու, նրանից առավելագույն օգտվելու կարիք ունենք, վերանայելու մեր նախանձախնդրությունը, մեր փափագը, մեր արժեքները, մեր ծարավը։ Եվ անենք ամեն բան, որ առավելագույնը օգտվենք Տիրոջից։ Նրա ծառայելու նկատմամբ ունենանք փափագ նրան ծառայելու համար։ Սովորական չի, չեմ կարող ծառայել։ Եղբայրներ ջան, կներեք, ուղղակի չեմ կարող ծառայել։ Գիտեք, եթե ես ծառայեմ, ես այսինչ գործերը, այսինչ բաները, լավ, ինչ անեն եղբայրները։ Լավ, ինչ անեն եղբայրները։ Հեք եղբայրներն էլ քո նման ծառայող են։ Քո նման ծառայող են։ Տարբերությունը գիտեք որն է։ Շատ եղբայրների տարբերությունը այն է, որ այդ նույն եղբայրներն են եղել այդ նույն իրավիճակում, շատերը նույն իրավիճակում եղել են, բայց իրանք զոհաբերել գիտեն։ Իրանք ընծայվել գիտեն։ Եվ դրա համար Աստված օծել է իրենց։ Օծել է իրենց ավելին։ Եվ պարտադիր չի միայն հովիվ լինենք կամ չգիտեմ պաշտոնյա լինենք, պարտադիր չի։ Յուրաքանչյուր իրենց գործի մեջ ունեն իրենց զոհաբերությունը։ Յուրաքանչյուր իրենց գործի մեջ ունեն իրենց կարողությունն ու զորությունը։ Քոնը որն է, քո գործը, քո ծառայությունը որն է։ Մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ իրենց ծառայությունը թողել են։ Կիրակնորյա դպրոցի ուսուցիչ են, կամ չգիտեմ ավետարանիչ են, կամ ինչ որ մի պատասխանատվություն են կրում, թողել են իրենց ծառայությունը։ Տան գործերի պատճառով, ֆինանսի աշխատանքի պատճառով, չգիտեմ ինչ որ պայքարներ ունեն, չեն կարողանում կյանքում իրենք վերջապես իրենց տեղը գցեն, իրենց տեղը գտնեն, որ նորից վերադառնան ծառայության։ Լսիր, վերանորոգիր, վերականգնիր, թարմացրու քո փափագը։ Փափագը տա խնդիրը։ Քո ծարավը, դա քեզ հանգիստ չպետք է տա։ Տարիներ անցնում են, օրեր անցնում են, ոնց թե անցնում են ու ես դեռ չեմ ծառայում։ Հիսուս Քրիստոսի վերադարձը մոտենում է ու ես դեռ չեմ ծառայում իրեն։ Տարիներ շարունակ գալիս եմ եկեղեցու մեջ նստած եմ, լսում եմ Աստծո խոսքը, նորից ու նորից, այնքան եմ լսում, ինչը բթացել է իմ լսողությունը։ Ինձ ոչինչ չի ասում, ոչ մի ձևով էլ Աստծո խոսքը, ոչ հանդիմանում է, ոչ ուրախացնում է, ոչ քաջալերում է, ոչինչ չի ասում։ Լսիր ծարավդ։ Սկսիր նորից քիչ, երբ որ երկար օրեր մարդը հաց չի ուտում, իր քաղցի արդեն զգացողությունը կորում է։ Բայց եթե մի քիչ սկսեց ուտել, այն որ ասում են, ուտելուց ախորժակը բացվում, չէ՞ Սամվել ախպեր։ Սկսիր ուտել։ Ուզում եմ արդեն ավարտել։ Բայց մեկ-երկու համար կարդամ նոր։ Քաղցած եւ նախանձախնդիր լինենք Աստծո Սուրբ Հոգու պարգևների համար։ Ուրեմն սիրուն հետևեք ու հոգևոր պարգևներին նախանձախնդիր եղեք։ Իսկ առավել եւս մարգարեություն։ Ուրեմն եղբայրներ, նախանձախնդիր եղեք մարգարեանելուն եւ լեզուներով խոսելը մի արգելեք։ Նախանձախնդիր եղեք հոգևոր պարգևներին։ Բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին։ Առաջ Կորինթաց 12:31, առաջ Կորինթաց 14:1 եւ 39։ Նախանձախնդիր եղեք, փափագող եղեք։ Ձեզ համար թող միևնույն չլինի, ձեզ համար թող սովորական չլինի, ձեզ համար թող շատ թանկ եւ արժեքավոր լինի հոգևոր պարգևները։ Խնդրեք, աղաղակեք, կանչեք Աստծուն։ Եթե թանկ է քեզ համար բժշկության պարգևը, ուրեմն շատ խնդրիր Աստծուն եւ մարդկանց համար աղոթքներ վերցրու եւ աղոթք արա։ Տեր, ուզում եմ որ բժշկես այս մարդկանց։ Իմ միջոցով կբժշկես, թե Արտաշ եղբոր միջոցով կբժշկես, բայց բժշկիր Տեր։ Բայց ես ձեռքս դնում եմ, կամ ես ծոմ եմ վերցնում, կամ ես աղոթք եմ վերցնում այս մարդու համար։ Պարտադիր չի միայն ձեռքը դնել, որպեսզի միայն տեսնեն իմ մարդիկ, այլ սա է, որ Տեր ես փափագում եւ ցանկանում եմ ծոմ վերցրու, աղոթք վերցրու այդ մարդու համար, իր ներկայության կլինի, առանց իր ներկայության կլինի։ Ես ուզում եմ Տեր, նախանձախնդիր եմ, հրաշագործությանը, բժշկությանը, նախանձախնդիր եմ Տեր։ Երեք, երբ որ երիտասարդների համար աղոթք ենք անում, ավելի ու ավելի շատ ես թույլ եմ տալի, որ աղոթքի ժամանակ հատկապես այդ պահին ես չգիտեմ ինչպես է կատարում, բայց ավելի շատ թույլ եմ տալի, որ Աստված խոսի իմ միջոցով այդ պահին, ինչ որ ես աղոթում եմ այդ մարդու համար։
Միշտ ներդարքիր, եթե տեղ ես տալի, հնարավորություն ես տալի, Աստված սկսում է գործել։ Իսկ եթե մեզ համար միևնույն է, իսկ եթե մեզ համար սովորական է, իսկ եթե ինձ համար դա այդքան էլ էական չի, ուրեմն դա չի լինի։ Վերնատուն եկեղեցի։ Մեր արժեքը շատ մեծ է։ Այս եկեղեցու արժեքը Հայաստանի համար, հայության համար շատ մեծ է։ Գիտեք ինչու, որտեվ կայուն եկեղեցի է, որտեվ հաստատուն եկեղեցի է, Աստծուն սիրող եկեղեցի է, ավետարանող եկեղեցի է։ Ես չեմ փնովում որևէ եկեղեցու, ոչ, քավլից ես գնահատում եմ եկեղեցիները, հովիվներին, յուրաքանչյուր աստվածային եկեղեցի, որ ավետարանի հիմքի վրա են, յուրաքանչյուրը պատվի եւ հարգանքի արժանի են։ Յուրաքանչյուր հովիվ պատվի եւ հարգանքի արժանի է, որտեվ ինքը ծառայում իր կյանքը ներադրել յուրաքանչյուր մարդու համար։ Ներդրել իր կյանքը։ Այն հովիվը, որ սիրում է իր ժողովրդին, այն հովիվը, որ խնամք է տանում, այն հովիվը, որը իսկապես Աստծո առջև գալիս է իր ժողովրդի համար։ Նա հարգանքի արժանի է։ Եթե անգամ պահի ժամանակ ինչ որ հովիվներ եւ մարդիկ տկարացած լինեն, ոչինչ, նրանք կարող են նորից զորանալ, ինչպես շատ հերոսներ սուրբ գրքում։ Անարգել երբեք պետք չի Աստծո ծառային, Աստծո եկեղեցին, որտեղ այն շարունակում է մնալ սուրբ Աստծո եկեղեցին։ Բայց խոսքս ուղում եմ մեզ, որտեղ մերն է, ես եմ, ամեն դեպքում ես եմ, այստեղի մի ծնունդն եմ, մի մասն եմ։ Ես գիտեմ մեր արժեքը։ Ես գիտեմ մեր արժեքը։ Եվ որքան եկեղեցիների օրհնության պատճառ են եղել, դպրոցներով, ավետարանչություններով, աղոթքներով, լավ օրինակով, շատ հարցերում։ Եվ գիտեմ արժեքը որքան Աստված պահել, պաշտպանել, օրհնել ու որքան շատ շնորհներ է տվել մեզ։ Փառք իրեն, կարող ենք ամեն ասել։ Մեր արժեքը իսկապես մեծ է։ Բայց մեր արժեքը կշարունակի մնալ արժեք եւ կավելանա մեր արժեքը, պահանջը, օրհնությունը այն ժամանակ, եթե մեր փափագը չպակասի Աստծո նկատմամբ։ Եթե մեր փափագը, մեր ծարավը չպակասի Աստծո նկատմամբ։ Եթե մենք համարենք, որ մենք հասած ենք եւ մեզ համար սովորական լինի այսպես գալ եկեղեցի եւ հոգեվոր ծառայություն անել, մենք կկորցնենք ամեն բան։ Մեր հիմքերը Աստծո խոսքի վրա ամուր են, կարող ես ամեն ասել։ Ուրեմն եկեք բարձրահարկ շենքեր կառուցենք այդ հիմքերի վրա։ Հոգևոր իմաստով եմ ասում, որտեղ շատ բնակիչներ կլինեն, որտեղ շատ մարդիկ կգան եւ հանգստություն կգտնեն։ Եկեք հզոր եւ մեծ հիվանդանոցներ կառուցենք, որտեղ մարդիկ կգան եւ մեր գլխավոր բժշկին կհանդիպեն, եւ նա ունի բոլոր հիվանդությունների բժշկության կերպն ու մեթոդը։ Մենք մաքուր ու ազնիվ ու արդար ենք Աստծո առաջ եւ Աստծո խոսքի մեջ։ Ուրեմն եկեք արդարությունը Քրիստոսի ավելի ամուր դրոշակի պես բարձրացնենք եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին ավելի գործի մեր մեջ եւ մեր միջոցով։ Մենք գիտենք ցավ քաշել, մենք գիտենք ցավը ինչ բան է, եւ մենք չենք ուզում որևէ մեկը ցավ ունենա, որևէ մեկը վաղաժամ կորուստ ունենա։ Մենք գիտենք ինչ է ցավը, ինչ է հիվանդությունը եւ ինչ կարող է անել հիվանդությունը մարդու մեջ։ Ուրեմն եկեք, ինչպես որ Քրիստոսը տեսնելով եւ խղճում էր շատ հիվանդների եւ նրանց ազատում էր չարի ձեռքերից, նույն կերպով թույլ տանք Սուրբ Հոգին գործի մեր մեջ եւ շատ մարդկանց ազատի հիվանդություններից, ցավերից։ Այս եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, որը Քրիստոսը ուզում է հզոր կերպով գործածել, ոչ թե նրա համար, որ եկեղեցու անունը ոչ, այս եկեղեցին գիտի փառքը տալ Աստծուն։ Այս եկեղեցին գիտի իր ամենածանր վիճակի մեջ էլ ասել. դու արդար Աստված ես եւ դու Աստվածն ես։ Այս եկեղեցին ամենաբարձր իր դիրքի մեջ, ամենահաջողված իր դիրքի մեջ է գիտի նորից էլի փառքը տալ Աստծուն։ Աստծո փառքը երբեք չենք վերցրել եւ չենք վերցնի մեզ վրա։ Այս եկեղեցին ունի հիմքեր, բայց ինչն է պակասում, ես հիմա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ձեր հովիվը, պակասում է փափագը, ծարավը, նախանձախնդրությունը, այս Աստծո առջև հոգով աղքատ կարգավիճակը, այն խանդավառությունը, որ Աստծո առաջ մենք կարող ենք ունենալ, ցնծալ եւ ուրախանալ Աստծո ներկայության համար, ցնծալ եւ ուրախանալ Աստծուն ծառայության համար, ոչ թե երբ որ ծառայություն է անմիջապես մտածեմ ոնց անեմ, որ խույս տամ, այսպես որտեվ ոչ։ Եվ ես գամ անհանգստացնեմ, ասեմ, ինչ ծառայություն կա։ Մի բան ուզում եմ անել։ Լսեցի, որ ես ինչ տեղն է գնալու, կարամ իմ մեքենայով ծառայեմ։ Լսեցի, ես ինչ գործը կա, կարամ իմ ֆինանսով ծառայեմ։ Այլ ոչ թե բացատրեմ, թե ինչու ես 10 օր չեմ տալի եւ ինչու եմ ես խուսափում ես ինչ բաներից։ Բավական է։ Բավական է։ Եթե իսկապես դու Քրիստոսի արժեքը կրող մարդն ես, ուրեմն այս խոսքերը կշտացել եք արդեն։
Երանի թե թագավորած լինեիք, երանի թե արդեն հասած լինեիք, բայց խաբված եք կորինթացիներ, լայն բացեք ձեր աչքերը ու տեսեք։ Նախանձախնդիր Աստծո սուրբ հոգու պարգևների համար, նախանձախնդիր այն ամենի համար, որ Տերը ունի եւ ուզում է տալ, Աստված ունի ոչ թե նրա համար, որ ցույց տա ինքը ունի նրա համար, որ տա իր եկեղեցուն, նախանձախնդիր ավետարանչության համար, ցավով եմ ասում, այսօր Վերնատուն եկեղեցին տարիներ, տասնամյակներ շարունակ լուրջ ավետարանչական գործունեություն է ծավալել ամբողջ հանրապետությունով մեկ եւ ոչ միայն հանրապետությունով մեկ, բայց այսօր ավետարանչական գործունեությունը կաղում է այս եկեղեցու մեջ։ Մեղավորը ես եմ, ընդունում եմ, վերցնեմ ինձ վրա։ Բայց ինչ եթե յուրաքանչյուրս դուրս գալուց այստեղ չսպասենք, որ ավետարանչական միջոցառումներ կազմակերպվի, չսպասենք, որ ավետարանչական խմբեր կազմավորվեն, չսպասենք որևէ մի հետարքիր հյուր կամ որևէ բան կազմակերպի եկեղեցին, նոր մեր հարևանի, այլ այստեղից դուրս գալուց ճանապարհին ինչ որ մարդու օրհնենք։ Մի բուկլետ վերցնենք եւ մեկին նվիրենք։ Գրիչով մի 10 հատ թուղթ գրեմ, ինչ որ տարբեր թղթեր քո ծանր վիճակի մեջ հույսը դիր Աստծո վրա, ինքը քո կողքին է կարա քեզ օգնի։ Օրինակի համար։ Ու դու ինչ գիտես այդ թուղթը եկեղեցի օրինակ Էրեբունի մասիվից երբ որ գալիս ենք մանուշ քուրս, երբ որ գալիս ես այստեղ, քանի հոգու կարող ես հանդիպել, 3 հոգու, 3 հատ թուղթ գրես, քո գրիչով, սովորական քո ձեռագրով, ինչ որ բաներ որ Տեր այդ պայն կառաջնորդի, ու իջնելուց մի քանիսին 10։ Քեզանից կխլի ընդամենը 30 վայրկյան, բայց կարա փոխի այդ մարդկանց կյանքը։ Հարցը այստեղ թուղթն ու գրիչը չի, հարցը նախանձախնդրությունն է, որ այն կորսված մարդիկ, եթե այսօր մահանան դժոխք են գնալու։ Ոնց ես հանգիստ քնեմ, ոնց ես հանգիստ պաշտեմ Աստծուն, ոնց կամ հանգիստ եկեղեցի, երբ որ միլիոնավոր մարդիկ դեռ դժոխք են գնալու։ Նախանձախնդրություն, փափագ ավետարանչության համար։ Տեր, ես չեմ ուզում միայն Նոյի տապանի մեջ միայն 8 հոգին լինեմ, ես ուզում եմ Տեր շատ-շատերը փրկվեն։ Ծառայողներս, մենք բոլորս նախանձախնդիր լինենք, փառաբանության խումբը, հետո որ կլսեմ փառաբանության խումբը, ավակը, Հովիկ եղբայրս, նախանձախնդիր լինենք, երբեմն ավելի շատ կազմակերպենք ավետարանչական երեկոներ, երաժշտության եւ երգերի երեկոներ, կազմակերպենք եւ ասենք ժողովուրդ, եկեք լսեք Քրիստոսի մասին, մեկը կգա, 100-ը կգա, 1000-ը կգան, թող գան, բայց նախանձախնդիր լինենք, Տիրոջ ավետարանը քարոզչության համար։ Էլ չեմ ուզում շարունակել, եկեք աղոթք անենք։